եկել ենք Երևանի, եկել ենք մամայի մատի այդ կարերը, այսինքն որ արել էին վիրահատության ժամանակ, եկել ենք հանենք ու գնանք դեպի քրոջս տուն։ Մամաս այսօր կապանից եկել է ինքնաթիռով, առաջին անգամ մեր ընտանիքից մամաս ա թռել ինքնաթիռով կապանից։ Մենք էլ տեսնենք առաջիկայում ոնց կստացվի։ Կարծում եմ երեխայի հետ, նորածնի հետ ես էլ ինքնաթիռով կգնամ։ 40 րոպե ու ավելի հարմար է եւ ավելի հեշտ ենք հասնում տեղ։ Մի անգամից ցույց տամ ինչեր եմ գնել ու հետո արդեն անցնեմ իմ իրերը հավաքելուն, որովհետև պետք է այսօր ռեզինից պահարան բերեն, այստան տիրոջ հետ պայմանավորվածություն ունենք, որ ես դեպոզիտի փոխարեն գնում եմ պահարանը իրենց, գնում եմ իրենց պահարանը եւ պահարը գնելուց հետո ինքը ինձ երբ որ ես դուրս գամ, իմ դեպոզիտը այդպես ետ կվերադարձնի։ Կոպիտ ասած, այս տանը պահարան չկար, փոքր դարակաշար էր եւ իրեն այդպես ավելի ձեռք է տալիս։ Ուրեմն Մեսրոպի համար ինչ գնեցի, սա զուտ այսպես զբաղվելու, գունավոր թղթեր գնեցինք, արդեն ինքը շատ սիրում է նման բաներով զբաղվել։ Մկրատ գնեցինք թղթի համար եւ այս սոսինձներից մեր մանկության կկտրենք, կպատրաստենք միասին ես Մեսրոպը։ Հետաքրքիր բաներ։ Սա ուղղակի սովորական այսպես սև մեկ-մեկ արդուկելու համար վարսերս պետք է լինում սովորական սաներ, որը որ առանձնացնում է մազը, երբ որ արդուկում եմ, այն մեծ սաներներով չեմ կարողանում, դրա համար այս սովորական սև սաներներից գնեցի, սա ներկելուց էլ իմ վարսերը շատ պետք է գալիս։ Սա այսպես, ուրեմն սա թույլ է տվել արդեն Մեսրոպի համար գնեցի հողաթափեր, ստիչի հողաթափերը ուրիշ տարբերակը դուրս չեկավ, այդ ստիչինը վերցրեցի առանց այս բաների ռիզինկաների, որովհետև Մեսրոպը այդ ռիզինկաները չի փակում, սա հենց լողավազանի համար վերցրեցի։ Ասել էին նաև բերեմ թևիկներ լողավազանի, նորից ստիչի վերցրեցի, որ հողաթափերի հետ գեղեցիկ համադրվի եւ ակնոցները լողի։ Ակնոցը հիմա բացեմ, չեմ էլ բացել այնտեղ, այսպիսի, հարմարվող գլխին չափով, ասեցին, որ 4 տարեկանի համար ամենահարմարը այս մեկն է, որովհետև վերևիններինը ավելի մեծ տարիքի երեխաների համար էին վերցնում, խանութի աշխատողին ասեցի, որ խորհուրդ տա, որովհետև բնականաբար առաջին անգամ եմ օգտագործելու, առաջին անգամ ենք ես եւ Մեսրոպը լողի գնալու, դրա համար ասեցի, որ ինձ խորհուրդ տան։ Այսպես սա էր, սրանք այս շարքից։ Papa, Monday, Bob. Մեսրոպ Արթնացել ենք, Մեսրոպի սրբիչն է, հողաթափերը, թևիկները, սա էլ 3-րդ անգամ են գնում, մեկը մամասա գնել, չենք հասցրել հանդիպել, ստիպած գնացի ես էլ գնացի, որտեղ ծիչի թևիկներ է գնել, անհետացել է ուղղակի մյուս աջ մասը կա, ձախ մասը, թևիկի չկա։ Երևի տունը հավաքելուց իրերս երբ որ այսպես բոլոր դասավորում էին, ամբողջը, չգիտեմ, դեն եմ նետել հետը։ Ինչևէ, հիմա կտեղավորեմ այս ամբողջը, ջուրն էլ կդնեմ, չգիտեմ ձեզ ցույց էի տվել, թե ոչ պահարանը։
Գնացինք։ Գնանք կամած կյանք։ Գնանք փոքր խաչապուրներից առնեմ, տեսնեմ այնտեղից որ դուրս գամ, միգուցե սոված լինի, մինչև հասնեմ քրոջս տուն։ Գնանք վերցնենք եւ արդեն գնամ քրոջս տուն ընդհանուր կպատմեմ եւ այս շախմատի նոր տեղը որտեղ գնացինք հաջողեցինք շաբաթօրներ պետք է գնանք եւ նաեւ ակվատեկի այս լողավազանի մասին։ Հիմա գնամ եւ մնացյալի մասին հետո։ Ուզում էի ցույց տալ Viber-ի գնումները, որոնք պատվիրել է, այստեղ ամբողջ այսպես դրել եմ, բայց ամեն դեպքում փորձեմ ցույց տալ։ Ուրեմն այստեղ մեզ բաղարիքների տուփն է, շուտով կբացեմ, կհավաքեմ, տեսնեք, այսպես մի փոքր մեծ չափով։ Ամենավայրից էի գնել, ուղղակի կտրակի մեջ է։ Այսպիսի սվիթիլնիկ է, փորձեմ ցույց տալ փոքրիկ, սա մեր սենյակի համար է վերցրել, որ արդեն կապան գնամ, այնտեղ փոքր միացնեմ, որովհետև շատ մեծ ռոպի ժամանակ շատ լուսավոր էր մեր նաչնիկը, այս անգամ այդ նույն սխալից, տեսեք, այսենց մի հատն եմ պատվիրել, բայց փաստորեն ինքը զույգ ուներ, ես չգիտեի, որ զույգ ունի, հիմա բացեմ, մի րոպե։ Ինչպես ես անում, լույսերը իրա փոխվում է։ Լավն է, չէ՞ մոս։ Շատ լավն է, ինչ շատ է դուր եկել ու իրա զայրադուշնիկով է։ Всё։ Այս անգամ պատվիրեցի այս կոմպլեկտից կողնային, այս ֆիրման այսինքն, անցածոր, եթե չեմ սխալվում, սա չէր։ Հիմա նկարը կտեղադրեմ։ Հեսա բացեմ մի հատ։ Ինքը բամբակ չի։ Սկզբանե ասեմ, եթե մնացածը կեսը բամբակ էր, կեսը պոլիեստեր, ապա սա Մամ, էսի բամբակ է։ Չէ, կյանքս բամբակ չի։ Ո՞րն է բամբակը։ Վիշնյաները։ Վեստյանները։ Այստեղ շիշն եմ պատվիրել գերմանական նուկը։ Այսպիսի տեսքով ունի։ Առայժմ 0-ից 6, բնականաբար հետո արդեն կփոխենք։ Մենք վերջապես հասանք տուն, այսօր չգիտեմ ինչի հետ էր կապված, շոքի հետ էր կապված, թե չգիտեմ շատ ուտելու հետ էր կապված, ամեն դեպքում այսօր ահա որ այսպես ծանրություն էի զգում, այսօր արդեն զգում էի, որ ամառվա վերջին հատվածները հաստատ չեմ ձգելու ու փառք Աստծո, որ մեր տանը կոնդիցիոներ կա, ես կարողանում եմ գոնե կոնդիցիոները միացնել, որովհետև իսկապես չեմ ձգում ընդհանրապես։ Մոջան, այն հեքիաթի գիրքը կբերես մաման ցույց տա կյանք։ Գնացինք այսօր ուրեմն լողավազան, նախ վաղը մեկին գնալու ենք հակյակ։ Գնացինք այսօր ուրեմն փորձնական դասի, լավ ոչինչ տղես, փորձնական դասի գնացինք, ընտրեցինք ընկեր Վարդգեզին, եթե չեմ սխալվում, պայմանավորվեցինք վաղը ժամը 1-ին, որ կգանք և խոսեցինք, սկզբից ասեց, որ մի 5 րոպեով թող այսօր մտնի, թեպետ ես ամեն ինչը իր հետ տարել էի և կարծում եմ, որ հնարավոր է այսօր եթե մնա, մի փոքր երկար մնա, բայց կարծում եմ, որ ընկեր Վարդգեզը, ում ժամին, որ այդ պահին գնացել էի, պետք է շուտ դուրս գար, մի փոքր վաղ պետք է դուրս գար ու ոնց որ մեր ժամային այդ գրաֆիկը չհամապատասխանեց գնալու, ինքը ասեց թող փորձնական ուղղակի մի քանի րոպե ոնց որ մնա, մի 5-6 րոպե մնա, հասկանանք ինքը կմնա արդյոք ջրում, թե ոչ, իսկ ես իրականում չէի ուզում փորձնական, սա իմ դվածքի մեքենայի ձայնն է, եթե ինչ, իսկ ես իրականում չէի ուզում փորձնական դաս վերցնել, որովհետև փորձնական դասի իմաստ չկար, ես գիտեի, որ Մեսրոպը ընկերուհուս ասած, ասում Մեսրոպը քանի ամսեկ անցա լողում, վստահ էի, որ ինքը լողալու հետ կապված որևէ խնդիր չի ունենա, ջրից չի վախենա, խորությունից չի վախենա, ոչինչ, հեսա կփոխեմ կյանք։
ոչինչից չի վախենա, այնպես որ հանդիստ է այդ առումով։ Դուր հանեմ տղես, բեր հանեմ։ Հենա, դու հանեցիր ապրես չապան մամա։ Всё, եղավ, դե դիր սեղանին, լավ դուրից։ Եվ Գյան, գենքոն։ Մոս, դե գնա նստի նայ, գյան Մեսրոպին արդեն հագցրեցի, պատրաստեցի, ինչի համար համաձայնվեցի իրականում ես փորձնական դասի, որովհետև ասեցին, որ դուք չեք կարող իրեն հետ մտնել պարապմունքի ժամանակ, ծնողներին չի թույլատրվում մտնել, բայց ես պետք է, չգիտեմ, դա իմ վատ բնավորությունից է, ինչ է, ես պետք է մի հատ ապստանովկային ծանոթանամ, պետք է մի հատ գնամ, տեսնեմ ինչ տեղա, մաքուր է, մաքուր չի, նորմալ է վերաբերմունքը, նորմալ չէ, երեխաները ինչպիսին են, իմ տեսակը ամեն դեպքում այդպիսին է, շատ չխորանամ, ես երբևէ չի եղել առանց հսկելու, վերահսկելու, տարածքին ծանոթանալու Մեսրոպին ինչ որ X տեղ տանեմ։ Եվ համաձայնվեցի փորձնական դասի ու գնացինք արդեն 6 րոպեն որ պետք է մտնել, Մեսրոպը բնականաբար մտավ, ամբողջ երկայնքով գնաց, հիմա եթե կարողանամ կադրերը գտնել հեռախոսից մեջ, կարճ էի նկարում, որովհետև այնտեղ բնականաբար տոթ է, գիտեք, շատ տոթ է լողավազաններում պարապմունքների, համ տոթ էր, համ ինձ համար էր շատ շոկ, կրկնակի իմ վիճակը այսպես բարդ էր, դրա համար չէի կարողանում իրականում նկարել, հանի տղես, ու բնականաբար գնաց ամբողջ երկայնքով, մի քիչ այսպես թեթև շարժումներ արեց եւ եկավ ասեց, որ բնականաբար կմնա Մեսրոպը, չի վախեցել, հանգիստ մնալու է, հնարավոր է մի փոքր տեխնիկան իր համար խնդիր լինի, որովհետեւ ինքը ջուրը շատ է սիրում, ուզում է ջրում իր ուզած շարժումները անել, բայց այն տեխնիկան, որով պետք է որ ինքը սովորի, հնարավոր է մի փոքր իրեն բարդ տրվի, որ փոքրել է 4 տարեկան է եւ այլն, բայց դրան այդքան ուշադրություն չդարձրեցի, որովհետեւ բնականաբար ինքը 4 տարեկան է եւ ինչն էլ որ սովորեց, էլի շատ շնորհակալ կլինեմ իրենից որպես երեխա։ Հույս ունեմ, որ ուղղակի կկարողանա, Մոս ջան, ցածրած շուտով ես։ Ուղղակի հույս ունեմ, որ կկարողանա հասկանալ հրահանգները, այսինքն կկարողանա էլի սովորել, դե ասում են, որ 4 տարեկանների մոտ շատ լավ ստացվում է եւ իրենք շատ հեշտ ադապտացվում են։ Ես եւ շախմատի առումով եւ լողի առումով այդ վախը, մտավախությունը ունեմ, որ հանկարծ այնպես չստացվի, որ չկարողանա հրահանգները ճիշտ հասկանալ եւ այլն, բայց կարծում եմ անհիմն են իմ անհանգստությունները։ Այդպես, հետո արդեն սկսեց իսկական կինոն, բնականաբար Մեսրոպին ասեց, դե արդեն կարող ես դուրս գալ, վաղ այս ժամին կգաս, վաղը 1-ին կգաս եւ այդտեղ փոքրիկ լողավազաններ կար, որ ուրիշ աբոնեմենտով երեխաները ծնողների հետ կամ հոր կամ մոր հետ մտնում են այնտեղ ու այդ ընթացքում Մեսրոպին արդեն հասկացա, որ Մեսրոպը չի կարողանում տրամադրվի, որ պետքա դուրս գա, ասեցի կարող ես մտնել այդ փոքր լողավազանը եւ մտավ այդ փոքր լողավազանը թեթև լողալու համար շարժումները իր գժական սկսեց անել ու այնտեղից եկավ անվտանգության աշխատողը ու այդ ժամանակ ասեց, որ դա ուրիշ աբոնեմենտի դեպքում են թույլ տալիս, որպեսզի երեխան լողա եւ այլն։ Մեսրոպին մի կերպ այնտեղից հանեցինք լացով, արդեն հանդերձանում ես չէի դիմանում այդ շոկին, այդ Մեսրոպի լացը, ես արդեն ամբողջինի արդեն այսպես խախտվել էր, ավելի շատ ոչ թե Մեսրոպի լացից, այլ շոկից, որ ես չէի կարողանում եւ հագցնել իրեն եւ բանը լրացնել, որ ու բացատրել, որ մենք վաղը էլի գալու ենք եւ պարապմունքները 45 րոպե է լինելու, ժամ 1-ին գնալու ենք, 1:45 ավարտվելու է պարապմունքը։ Տեսնենք 45 րոպեն բավարար կլինի, թե ոչ Մեսրոպի համար, չգիտեմ։ Հիմա 12 դաս պարապմունքը վերցրեցինք, վճարեցի այնտեղ, պայմանագիրը բնքեցինք։ Վաղվանից կտանեմ արդեն, շաբաթը 3 օր է։ Ես կփորձեմ, քանի որ ամսվա ավարտին կամ ամսվա սկիզբ գնալու եմ Կապան եւ հետ եմ վերադառնալու նորից, ես կփորձեմ այնպես անել, որ շաբաթվա մեջ փորձենք տեղավորել իմ պարապմունքները եւ հարմարեցնենք այդ 12 դասին էլ մասնակցի Մեսրոպը։ Դա այդ շարքից շաբաթ օրը կգնանք պարապմունք շախմատի խմբակային արդեն, կտեսնենք այնտեղ ինչպես է լինելու եւ արդեն կհասկանամ։ Այնքան որ զբաղվի եւ հետաքրքիր բաներով զբաղվի, հաճելի բաներով զբաղվի, իհարկե խաղարապարակ ամեն օր գնում է, խաղում է, բայց դա ուրիշ է զարգացնում ինչ-որ պարապմունքների, ինչ-որ հետաքրքիր նորությունների համար, որ իր ուղեղը դեռ շատ հեշտ էսպես կլանող միջավայրում եւ
ժամանակահատվածում է գտնվում, շատ կարևոր է, որ այս ընթացքում գոնե ես քանի դեռ հասցնում եմ երեխան չի ծնվել, իրեն մի փոքր այդ հետաքրքրությունը տամ այստեղի։ Մինչև կտեսնենք արդեն մնացյալ մեր պատմությունները ինչպես է դասավորվում, մենք մի փոքր տան հարց ունենք կապանում լուծելու, դրա մասին մի առանձին վլոգ կնկարեմ, կպատմեմ, կխոսեմ, դեռ չեմ ուզում վաղ է դրա մասին խոսելը, որովհետև դեռ ինչ-որ հարց լուծված չէ հստակ, որ կարողանամ խոսել, պատմել և ձեզ էլ ներկայացնել այդ իրավիճակը։ Սա այս շարքից։